Սաղմոս 91 Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզի ոսոխի որոքայթիցը, չար ժանտապահիցը, նա կծածկե քեզի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է և զրահ, դու չես վախենա գիշերվա զարրանքից, այն նետերից, որ թռչում են ցերեկը, այն ժանտախտից, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրում, 1000 հոգի քո կողմից կընկնեն և 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չար բան չի մոտենա, միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետև դու ես, Տեր, իմ հույսը, դու Բարձրյալին քեզի ապավեն արի, քեզ չար բան չի հասնում, և նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահենք քեզ բոլոր քո ճանապարհներում, նրանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չդիպցնես, առյուծների և իժերի վրա կգնաս, առյուծի կորյունների և վիշապի ոտով կող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ, և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ, և ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկար օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։